Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի մասով։ Ասում են կեղծ թեզեր եք նետում դաշտ եւ Բան չունեմ ասելու իրենց։ Ասում են կեղծ թեզեր եք։ Բան չունեմ ասել։ Հայցադիմումներ են պատրաստում Ներկայացնեն։ Մեր թիմի բոլոր հայտարարությունները տեղին են, ինչ խնդիր կա։ Մեկնաբանը ամբողջական է։ Այդ փաստաթղթերը որտեղից են հրապարակվում։ Բոլոր պարտադիր չէ ամեն մեկը բոլոր տեղեկությունները ունենա։ Ասում են կեղծ թեզեր են այդպես դաշտ նետվում, քանի որ Դե ասում են թող դատի տան ինչ մեր ռեյտինգն ա ցածր, այս լուրջ եք ասում։ Այդպես են ձեզ ասում։ Ով ասում։ Իրանք հավատում են իրանց ասածին։ Դուք Հայաստանում եք ապրում, շփվում եք մարդկանց հետ։ Օրինակ այստեղ շփվում ենք դպրոցների կոլեկտիվներ։ Տարբեր այդպես եկել են։ Դուք դպրոցի կոլեկտիվ եք։ Նաև տարբեր Ստեփանավանի օրինակ ԽՊ-ի շտաբից։ Հալվա ասելու։ Դու հասկանում եմ, տենց շոր մի հատ ձեր համար կամ իրենց համար ցանկալի իրականություն եք պատկերում։ Դեմ չեմ, կարակ հավատակ դրան, թեև խիստ կասկածում եմ, որ անկեղծ հավատում եք, բայց դրան է մի քանի օր մնացել։ Հունիսի 7-ին ժողովուրդը քվեարկի կտեսնեք, էլի։ Եվ որպես ամեն դեպքում դուք բարձր պաշտոն եք զբաղեցնում, արտաքին գործերի նախարար եք։ Ձեր թիմակիցներ ասում եք, չգիտեք, հա չեք հետաքրքրվել, քանի որ կիսվում են, ամբողջ թիմը տարածում է։ Հիմա ի՞նչն է կոնկրետ հարցը, չեմ հասկանում։ Հարցը հետևյալն է, ձեզ որտեղից է տեղեկատվությունը, որ պնդումներ եք անում, որ եւ Նիկոլ Փաշինյանը պնդումներ է անում։ Դե որ ասում են մի բան գիտեն, չէ։ Եթե ի՞նչն է, դեմ եք, նեղվել են, համաձայն չեն, դատարան կա փարկասը։ Չէ, ով է նեղվել, ով թող գնա դատարան։ Դե հիմա ասում են հայցադիմումներ են ներկայացնել, ի՞նչն է պրոբլեմը։ Ասում են, որ այդ գումարները, որը պետք է վճարվի, Սևանի հոգեկան առողջության կենտրոն են ուղղվելու հիվանդասենյակների վերականգնման։ Ինչ են նայեք։ Ես մեջբերում եմ իրենց Հա, շատ լավ։ Ես էլ ասում եմ, որ եթե որևէ բանի հետ համաձայն չեն, համարում են իրավական սխալ կա, թող դիմեն դատարան, իսկ քաղաքական առումով կլինի կոնկրետ կանտորայի, կոնկրետ վկայական, չի լինի, ընդհանուր քաղաքական հետագծից երևում է, չէ, ակնհայտորեն, որ X երկրի X կանտորայի շահեր են ներկայացնում եւ պրոպագանդա են իրականացնում։ Դավեթ էլ ուզես չուզես կույր է պետք լինել չտեսնելու համար։ Պրոբլեմը ի՞նչն է։ Դատարան են ուզում, թող գնան դատարան, քաղաքական են ուզում։ Ճշմարտությունը ակնհայտ է, մարդիկ էլ տեսնում են, հունիսի 7-ին էլ կքվեարկեն կտեսնենք։